Ձեզ հետ է Միկա Թանգյանը, եւ ես ունեմ ձեզ ընդամենը մեկ հարց. Հավատում եք արդյոք դուք հոգիների գոյությանը? Հավատակ, եթե ձեզ ասեմ, որ իմ ետևի տիկնիկի մեջ կա երեխայի հոգի։ Այսօր մենք անցկացնենք մի շարք էքսպերիմենտներ, որպեսզի ստուգենք Անաբելի տիկնիկին։ Եթե կհիշեք, առաջին մասում եղան շատ տարօրինակ դրվագներ, որոնք այսօր պետք է մեկ անգամ եւս ստուգվեն։ Հենց այն պահին, երբ մենք ասում ենք, եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան, միանգամից միանում էին լուսային դատչիկները եւ կատարվում էին շատ տարօրինակ բաներ։ Այսօր մենք մեզ հետ բերել ենք Հայելի, որպեսզի Անաբելի հետ միասին անցկացնենք մեկ շատ հետաքրքիր էքսպերիմենտ։ Ամեն ինչ պատրաստ է, եւ եթե այս տիկնիկի մեջ իրոք կա ինչ-որ հոգի, ապա մենք այսօր անպայման դրա մասին կիմանանք։ Դե ինչ, սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք այս միստիկ տան մեջ, ուրեմն ուզում եմ ասեմ, որ այս տունը 100 քառակուսի մետր է։ Ահա որ մեծ տուն է։ Ահա որ մեծ տուն է ու ահա որ ամեն ինչ է տան մեջ ճառռում է։ Դրա համար հիմա Արամի հետ միասին ձեզ մի հատ այս տունը ցույց կտանք, որովհետև տունը լիարժեք պատրաստ է նկարահանման ու էքսպերիմենտները անցկացնելուն։ Մենք հեսա ինչպես տեսնում եք այս մեծ տանն ենք, Արամ ջան, մի հատ կիսվի տպավորություններով։ Շատ մեծ տուն է եւ ես ձեզ կասեմ, իրոք այս տան մեջ շատ տարօրինակ բաներ են լսվում եւ կարող է կատարվում։ Եկեք նախ մի հատ ձեզ ցույց տանք, թե ինչ մեծ տուն է, որովհետեւ իրոք սարսափելի մեծ տուն է։ Դե ինչպես տեսնում եք, սա հյուրասենյակն է կարելի ասել, այստեղ մեր մոտ Անաբելն է, սա դատչիկներն են, շատ մեծ տուն է, ժողովուրդ ջան, սա դեռ ընդամենը հյուրասենյակն է։ Ուրեմն հյուրասենյակից դուրս են գալի, խնդրեմ, տեսեք ուշադրություն դարձրեք, այս մենք ենք, հյուրասենյակից դուրս են գալիս ու ինչպիսի մեկ սենյակ, մեկ ննջարան այստեղ եւ մեկ ննջարան ստացվում է, որ հյուրասենյակում է գտնվում։ Սա մեկ ննջարան, ամեն սենյակում տեղադրելու ենք տեսախցիկ, սիրելի ընկերներ, որպեսզի եթե հանկարծ ինչ-որ մի բան տեղի ունենա, անպայման միանգամից ֆիքսենք։ Մի խոսքով, սիրելի ընկերներ, անպայման հենց հիմա վիդեոն փոքրացրեք, բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին, որովհետև 75% մարդիկ նայում են մեր վիդեոները առանց բաժանորդագրվելու, պատկերացնում ես։ Ես ուղղակի չեմ էլ հասկանում ոնց կարող է տենց բան կատարվի։ Ես ուղղակի ցնցված եմ, ասեմ ավելին, սիրելի ընկերներ, հենց հիմա իջեք բաժանորդագրվեք անպայման Միկա Թանգյան YouTube-յան ալիքին, որովհետև ձեր համար նկարում ենք այսպիսի հիանալի վիդեոներ։ Դրա համար խնդրում եմ հենց հիմա բաժանորդագրվի Միկա Թանգյան YouTube-յան ալիքին եւ հաջորդ վիդեոում ես ցույց կտամ ստատիստիկան, թե ինչքանով է նա ավելացել։ Եվ եկեք հավաքենք 20000 լայք անպայման այս վիդեոյի տակ, որպեսզի դուրս գա երրորդ մասը։ Համաձայն ես։ Այո, 20000-ը տենց լավ ատմետք է մեր համար։ Միանշանակ, որովհետև բոլորը մեկնաբանություններում շատերը, լավ, բոլորը, չէ, շատերը մեկնաբանություններում գրում էին, որ նկարեք հենց Անաբելը, Անաբելին են կարոտել ու բոլորը ուզում են Անաբելին տեսնել շուտով, որն է այս վիդեոյում արդեն սիրելի ընկերներ։ Լավ, արի շարունակենք եւ ցույց տանք, թե ինչ կա։ Ուրեմն հյուրասենյակից ստացվում է, որ դուրս ենք գալիս եւ գնում ենք խոհանոց։ Այո, այստեղ բաղնիկ է, մտածում եմ, այստեղ էլ արժի ինչ-որ տեսախցիկ տեղադրել, մարդ ես, չես կարա ասես։ Քիչ դժվար է, այո, փակվում։ Շարունակում ենք առաջ, այստեղ շորեր, մորեր եւ անցնում ենք դեպի խոհանոց, սիրելի ընկերներ, ահա նաեւ այսպիսի խոհանոց կա այստեղ, նշաններով համացույց։ Գրեգ, եթե սիրում եք խորվաթյան, ես Բարսելոնան եմ երկրպագում, դու որ թիմն ես երկրպագում։ Նմանապես Բարսելոնա։ Ֆորսա Բասկա։ Վիսկա Բարսա։ Վիսկա, չէ, Ֆորսա Բարսա, Վիսկա Կատալոնիա, կապտան առնագույններ, կոմենտներում ձեզ եմ սպասում։ Մի խոսքով ստացվում է, որ մենք դուրս ենք գալի խոհանոցից, այս կորիդորով գնում ենք, դրանից հետո մեզ մոտ այս սենյակն է, հետո այս սենյակից դուրս ենք գալիս եւ հյուրասենյակն է արդեն բավականին մեծ եւ խնդրում եմ, տեսեք, այս հայլին այսօր մենք կոտրելու ենք, ճաքացնելու ենք, որպեսզի անցկացնենք մի շատ կարեւոր էքսպերիմենտ այս հայլի հետ։ Եվ նաեւ այսօր մենք քնելու ենք Անաբելի հետ
հետ մեկ մահճակալում 3-ով։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կանցնի, կլինեն կտորներ, որոնք կլինեն հատուկ Telegram-ում, դրա համար լինքը նկարագրությունների բաժնում Telegram-ում եւ մեր Instagram-ների լինքերը ներքևում անպայման անցիր եւ բաժանորդագրվիր այնտեղ, որովհետեւ շատ բաներ այնտեղ դուրս են գալիս առաջինը։ Ուրեմն հիմա գիշերվա ժամը, ինչպես տեսնում եք, 00:35-ն է եւ մենք հենց հիմա արդեն սկսում ենք անցկացնել մեր էքսպերիմենտները, որոնք շատ մեծ հույս ունեմ, որ ինչ որ արդյունք կտան։ Որ այսպես չի նայում ինքը որ այսպես չի նայում։ Իդեպ կարող եք մեկնաբանություններում գրել, սիրելի ընկերներ, ես մի հատ բան եմ նկատել, որ լինում է նմանատիպ պահեր, երբ որ Անաբելը իր դեմքի միմիկան փոխում է, այսինքն ի սկզբանե ինքը օրինակ ժպտերես է, անցնում է ինչ-որ ժամանակ ինքը ավելի sense գրոզնի անում, դու չես նկատել տենց բան։ Ես զգում եմ այդ, ես չեմ ասի, որ հենց միմիկան շատ ուժեղ է փոխվում, բայց հայացքը փոխվում։ Հա, ինչ-որ նմանատիպ կարող է դա մեզ է թվում, բայց ինչ-որ նմանատիպ բան ես էլ եմ զգացել ու նկատել, չգիտեմ։ Ոնց որ շատ բարի լինի հայացքը, խոսքի, բայց հիմա որ նայում ես այս հայացքին, հիմա տենց եկեք մի հատ ֆիքսենք, եկեք մի հատ այս հայացքը ֆիքսենք ու տեսնենք թե վիդեոյի վերջում ինչ հայացքա նրա մոտ լինելու։ Ֆիքսեք այս հայացքը, մի հատ էլ վիդեոյի վերջում կֆիքսենք հայացքը։ Սիրելի ընկերներ, անպայման լայքեր, 20000 լայք ու անպայման բաժանորդագրվիր Միկա Թանգյան YouTube-յան ալիքին, որովհետև ինչքան շարունակվում է, այդքան լինելու է թեժ։ Իսկ մենք անցնենք մեր էքսպերիմենտներին։ Գնացինք։ Դե ինչ սիրելի ընկերներ, ամեն ինչ պատրաստ է էքսպերիմենտը սկսելու համար, խնդրեմ տեսեք մեր լեգենդար տախտակը, լուսային դատչիկները, կոպեկը, yes or no, ինչ ես կարծում այսօր մի բան կստացվի։ մի բան տարօրինակ նախ կտեսնենք, ինձ թվում է, որովհետև այս տախտակը այս մայտնիկով ուզած մի բան ցույց կտա։ Այո, հիմա մենք անցկացնելու ենք էքսպերիմենտներ, այս անգամ Անաբելը լինելու է ուրիշ սենյակում։ Մենք նրան թողելու ենք ուրիշ սենյակում եւ այնտեղ միացնենք տեսախցիկ, որը ամեն ինչ կֆիքսի։ Այսինքն մենք այստեղ անցկացնում ենք էքսպերիմենտը Արամի հետ, իսկ Անաբելը լինելու է ուրիշ սենյակում։ Լույսերը անջատել ենք, ամեն ինչ անջատված է։ Արի գնանք ցույց տանք, թե որտեղ ենք Անաբելին տեղադրել։ Ժողովուրդ, էսի որ տենում եմ, այս տեսարանը ինձ կոնկրետ ուղղակի ահուս հարսափ առաջացնում, որ հիշում եմ, այս հայլին պետքա ճաքացնենք, որ այդ մասը հիշում եմ։ Կանաչ լույսի տակ են էլ վաբշե ահավոր է երևում։ Արի գնանք ցույց տանք, թե որտեղ է մեզ մոտ Անաբելը հենց հիմա։ Խնդրեմ։ Շատ վախենալու է ժողովուրդ, երթվում եմ, ստեղ միացած փուճուր լույս ենք տեղադրել, ստեղ հեռախոսը միացնելու ենք, Անաբելը խնդրեմ, Անաբելի ետևում խոհանոցն է ստացվում է, այս տեսախցիկն էլ նկարելու է։ Շատ եմ լարվել, սիրելի ընկերներ, իրոք շատ լարված եմ։ Կոմենտներում շատ եմ տեսել, որ գրում են, որ նկարահանման ժամանակ ինչ-որ բան հետևներում երևում է կամ ինչ-որ բան են տենում մեր հետևորդները, կարող է զապիսում էլ ինչ-որ տես բաներ կատարվեն, խնդրում եմ ուշադիր նայեք։ Այո, սիրելի ընկերներ, անպայման նայեք եւ տայմ կոդերը նշեք մեկնաբանություններում, եթե ինչ-որ մի բան նկատում եք, որովհետեւ շատ հաճախ լինում է, որ մենք էլ մոնտաժը անում ենք, տեղադրում ենք ու նույնիսկ այդ ժամանակ ինչ-որ բաներ չենք նկատում, դրա համար անպայման ուշադիր նայեք վիդեոն, որ եթե ինչ-որ մի բան նկատում եք, օրինակ համար եթե Արամի հետևը հիմա ինչ-որ մի բան կա, եթե դուք դա նկատում եք, անպայման խնդրում եմ, որ մեկնաբանություններում գնեք։ Խնդրեմ։ Օրո։ Հեչ լավ բան չեղավ, հեչ ընդհանրապես լավ բան չեղավ, ամեն ինչ ընկավ։ Դե ինչ սիրելի ընկերներ, Արամի հետ սկսում ենք անցկացնել էքսպերիմենտը։ Մի խոսքով սկսում ենք առաջի հարցից, առաջի հարցը լսում է արդյոք նա մեզ, թե ոչ, համաձայն ես։ Արի ես նկարեմ, դու հարցերը տուր։ Անաբել, դու մեզ լսում ես։ Շատ հետաքրքիր է, ինչ կլինի։ Որ ձեռս վաբշե չեմ շարժում։ Ժողովուրդ, փորձում եմ նենց նկարեմ, որ ամեն ինչ երևա, բայց դժվար է։ Տեսեք տանում է դայի կողմ։ Տանում է Յավնի, տանում է դայի մոտ։ Ուսանք որ երևում է, որովհետև հենց դայի մոտ է տանում ու վсё։ Ուրեմն մյուս հարցը ինձ թվում է արժի նրան հարցնել, ուզում է արդյոք նա մեզ հետ ծանոթանա, թե ոչ։ Անաբել, արդյոք դու ուզում ես մեզ հետ ծանոթանալ։ Տեսեք ժողովուրդ, ձեռը ընդհանրապես չի շարժում։ Մի կադրով նկարում ենք ամեն ինչ։ Շատ ուժեղ սկսեց ոչի կողմ տանել։ Շատ ուժեղ ոչի կողմ է տանում, խնդրեմ տեսեք։ Շատ ուժեղ։ Ռեսկի դայից տարավ նետ։
Տեսեք, ոչ հատանում, ոչ։ Չի ուզում Անաբելը մեր հետ ծանոթանա։ Եթե այս տախտակը ինչ որտեղ կարող է, չգիտեմ, sense անհավատալու լինի, այսօրվա մեր էքսպերիմենտը հայլու հետ ուղղակի ասում են, որ հայլու հետ նմանատիպ էքսպերիմենտ եթե անցկացնում ես, ու հայլին ճաքած հայլի մեջ նայում ես, հաստատ ինչ որ մի բան սկսում է տեղի ունենալ։ Ինձ թվում է պետքա դա փորձել ու շատ մեծ հույս ունեմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա։ Վատ նշան է ճաքած հայլու մեջ նայելը, շատերից եմ լսել, որ շատ վատ նշան է դա։ Շատ վատ նշան է, բայց այսօր ցավոք սրտի մենք պետքա դա փորձենք։ Խոսքով տանում է ոչի կողմ, ուզում եմ ասեմ, որ ինչ որ ձայներ մինչև ինչ-որ ձայներ, ես ոչ մի ձայն չեմ լսում։ Ճիշտ ասած, այս անգամ տարօրինակ հլը որ բան չեմ լսում, բայց անցած անգամ արդեն սկսվել էին տարօրինակությունները այս պահից։ Արի մի հատ էլ հարց ես տամ իրան, իմ լեգենդար հարցը։ Անաբել, եթե դու այստեղ ես, տուր ինչ որ նշան։ Տեսեք ժողովուրդ, շատ պրաշայի կողմ է տանում։ Սիրելի ընկերներ, ուզում եմ ասեմ, որ ես ամեն ինչը անում ենք հատուկ ձեր համար հատուկ կոնտենտի։ Ապե հորս Սարև։ Չմազգացիր։ Մի պահ թված գիտես ինչ, ոնց որ որտեղ որ Անաբելն է կամ ինչ որ միջանցքոտ տեղ, ոնց որ լույսը անջատվեր ու միանար։ Պահիտակ ոնց որ այսպես բան տեսա, ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տամ, սիրելի ընկերներ, տեսեք, այնտեղ ամբողջությամբ մութ է։ Չնկատեցիք տենց բան։ Ճիշտ ասած, դες մի քիչ մեջքով եմ այն կողմին։ Ժողովուրդ երթվում եմ նենց տպավորություններ, ոնց ասեմ, լույս արագ միանար անջատվեր։ Ոբշե բան չես նկատել։ Չեմ նկատել, հենց է որ դաչիկները որ չենք տեղադրես, չեմ էր սպասել տենց ինչ որ մի լույսի հետ կապված բանի։ Ժողովուրդ երթում, հա ինչ եմ սենց խոսում, արի հենց հիմա գնանք ու նայենք, այնտեղ մեր մոտ հեռախոս կա դրած, որը նկարում, հա։ Արի հենց հիմա գնանք ու նայենք։ Մենակ կամած գնա, որ հենց հիմա կստուգենք, չէ, ամեն ինչ նորմալ է, ինչպես տեսնում եք, ոչ մի լույս չկա միացող։ Մի հատ հանի էլի տեսախցիկը, մի հատ հանի նայենք։ Մտի։ Ուրեմն սիրելի ընկերներ, չկա նմանատիպ բան։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, հենց հիմա ես ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ արձանագրել։ Չեմ հավատում, որ թե ինչ արձանագրել է տեսախցիկը, ժողովուրդ չի կարա սենց բան լինի, ասենք ոնց կարա նմանատիպ բան լինի։ Ես ձեզ հենց հիմա ցույց կտամ։ Վերջի 20 վայրկյանը, չէ, վերջի ինչքան վայրկյանն է։ Նայեք, ժողովուրդ, նայեք, խնդրում եմ նայեք։ Էս ինչ է։ Բան չէր կատարվում ու ռեսկի լույսը միացավ։ Այն որ հələ մի հատ կամերայով ցույց տուր։ Ժողովուրդ նայեք։ Նայեք, ժողովուրդ լույս միացնելու տեղը, որ հետո չասեք։ Явно երևում է, որ ստե Ժողովուրդ ոնց կարա նմանատիպ բան լինի։ Ոչ մի բան չկա, չէ՞, ստե մարդ չկա։ Ու ռեսկի լույս է միանում։ Ուրը Սարև։ Բայց միացնելու անջատելու տեղը ստե է։ Ու կամերայի մեջ չի երևում է, որ ոչ մի բան միանա ստեից։ То есть даже այն որ ձևի համար ստեից միանար, տենց բան էլ սկի չկա։ Ու այդ այն մոմենտին, որ դու զգացիր, որ լույս միացավ, էսի։ Իմ մոտ նենց մի հատ տպավորություն էր, գիտես ոնց, հենց այսպես տպավոր, հենց այսպես բան։ Հա, ես հենց այսի տեսա։ Ժողովուրդ ոնց կարա սենց բան լինի։ Մի հատ խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, հեսա այս սենյակի լույսի միացնելու տեղը, այս Անաբելն է, այս էլ մեր մոտ ստեղ ամեն ինչը տեղադրած էր, ասենք ոնց սիրելի ընկերներ, ոնց կարա նմանատիպ բան լինի։ Որ ասեմ շոկի մեջ եմ, եթե ես բան չեմ ասի։ Սկզբից թվում էր, որ ինչ որ տարօրինակ բան չի կատարվում։ Ձայն չկար ընդհանրապես։ Լսում ես, չէ՞ սցենը։ Հա, այստեղ ինչ որ ձայն է գալի, բայց չեմ հասկանում ինչ ձայն է։ Երևի տրուբեքի ձայն է ինչ որ։ Всё, ահա, սենց միանում է լույսը։ Չգիտեմ, սիրելի ընկերներ, առաջարկում եմ տեսախցիկը թողենք ու շարունակենք էքսպերիմենտը։ Ու նաև շատերը մեկնաբանություններում գրում եք, ասում եք՝ «Խի եք հոգի հետ խոսում հայրեն, ինքը չի հասկանում»։ Սիրելի ընկերներ, ըստ ինձ որն է, երևի տենց է։ Կապ չունի հոգու հետ, որ լեզվով ես խոսում։ Հոգին պետք է ասենք յուրաքանչյուր լեզու հասկանա, չես տենց չի։ Տենց ավելի լագիչնի է։ Հա, էլի ասենք չի կարելի, ասենք մտածել ինքը հոգի է, իր այդ կոնկրետ իր լեզվով խոսալ։ Այդ արվում է ընդհանրապես գեղեցկության համար, որ ասենք սիրուն նայվի, եթե իր լեզվով ես խոսում, ընդհանրապես տարբերություն չկա։
Մենք կարան Google переводчикով մի քանի հատ արտահայտություն թարգմանենք ու նկարենք, ուղղակի ես ձեզ ասում եմ, որ կապ չունի, կանզի թվում ուղղակի իմաստ չկա, էլի, ասենք հասկացողը կհասկանա ու ինքը ոնց որ հասկանում է այսօր ժողովուրդ, ահա որ է երթվում եմ, չկա սենց բան, այդ լույսը ոնց կարար միանալ, ես մինչև հիմա չեմ հասկանում։ Դե ինչ սիրելի ընկերներ, եկավ ամենասարսափելի պահը, ամենասարսափելի էքսպերիմենտը, որը մենք հենց հիմա անցկացնելու ենք։ Խնդրեմ, տեսեք թե ինչպես է այն անցկացվելու։ Խնդրեմ, ինչ տեսարանը ձեր առաջ։ Մամեր, հայլի մեջ երևում է Անաբելը։ Կոպեկով կփորձենք ճաքացնել։ Այո, ճաքացնելու ենք այս հայլին եւ ճաքացնելու ընթացքում ասելու ենք, որ նա տա ինչ-որ նշան եւ նայենք այդ հայլի մեջ Անաբելի հետ միասին։ Անաբելը այստեղ է, հայլին տեղում է, որում երթվում եմ այնտեղ, որ նայում եմ։ Ընդհանրապես չեմ ուզում նայեմ այդ կողմ։ Լավ, այս մեջքով եմ կայնացա։ Հեչ լավ չի, քեզ ասեմ։ Բայց մահանալուց առաջ չեմ տեսնի։ Մենք հենց հիմա կկոտրենք հայլին։ Եթե դու այս տանն ես, տուր ինչ-որ նշան։ Մենք հենց հիմա կոտրում ենք հայլին քո աչքերին նայելով։ Ճաքացրա, խնդրում եմ ուշադիր։ Ուրսև չի ճաքում, չէ, մի քիչ ավելի թեթև խփի։ Մի քիչ ավելի թեթև խփի։ Չի ճաքում ժողովուրդ։ Միշտ ապի։ Ժողովուրդ չի ճաքում ես հայլին։ Ո՞վ ինչ որ մի սուր բան գտնեմ իրեն փորձեմ։ Ժողովուրդ չի ճաքում հայլին, բայց ինչով կարելի է ջարդել։ Ես համոզված եի, որ այս կոպեկով կկարողանայինք ջարդել, բայց կոպեկը ինքը մետաղի է ու չի ստացվում ջարդել։ Դե ինչ սիրելի ընկերներ, Արամը հենց հիմա արդեն չագուչով է, փորձ համար 7999, բայց հիմա պետքա ստացվի, սպասի, կամած որ չթռնի էլի։ Մի հատ տոչնի ուդար։ Գնաց։ Չի ճաքում, օրա, չի ճաքում։ Ժողովուրդ լստենայեք։ Ժողովուրդ չի ճաքում։ Կարող չագուչի են մի մասով մի հատ դղկացնես, բայց ուժեղ չէ։ Սարև չի ճաքում։ Գիշերվա 1000-ին էլ աղմուկ ենք, ահա որ անում։ Ինչ անենք։ Մի հատ էլ խփեմ։ Հա, մի հատ էլ փորձի խփես։ Ժողովուրդ խփում է։ Ես լսում եմ։ Արի մի հատ պայի ես փորձեմ, էլի։ Սիրելի ընկերներ, հիմա ես կփորձեմ։ Գիշերվա եկեք ձեզ ցույց տամ ժամը քանիսն է։ Այստեղ պալյուբոմու հարևաններ կան, գիշերվա ժամը 3:08 է։ Ահա որ շատ ենք աղմկում։ Եթե հիմա էլ չեղավ, ուղղակի կշարունակենք էքսպերիմենտը առանց հայլին ջարդելու։ Ինքներդ եք տեսնում, որ չի ջարդվում ուղղակի հայլին։ Չէ, սիրելի ընկերներ։ Ինչպես տեսնում եք, չենք կարողանում հայլին ջարդել, հիմա էլ գիշերվա ժամը 3-ն է, ահա որ բարձր չենք կարա ցավոք սրտի աղմկենք, չգիտեմ սա ինչ որ նշան է թե չէ, բայց չի կոտրվում հայլին չի կոտրվում, նույնիսկ այսպես անում ես ուղղակի ահա որ աղմուկ է, ահա որ բարձր ձեն է, բայց հայլին չի կոտրվում։ Շատ եմ ցավում դրա համար։ Մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, ինչի հայլին չի կոտրվում։ Կարելի է պատրաստվել, եթե հավաքենք 20000 լայք, ինչ-որ մի ուրիշ ձև մտածել եւ երրորդ մասում ինչու ոչ ջարդենք հայլին։ Ինձ էլ է տենց թվում, որ կարելի է երրորդ մասում հայլին ջարդել, ինչ-որ ուրիշ հայլի գնել, որտեվ սխալ հայլի են գնել, թե ինչ, չգիտեմ։ Հիմա մենք կշարենք տեսախցիկներ սենյակներով մեկ, բոլոր սենյակներում կլինեն տեսախցիկներ եւ կփորձենք ստուգել լուսային դատչիկները եւ նաեւ Անաբելի հետ միասին կանցկացնենք գիշեր, ոնց որ ասել էի։ Գնացինք, առաջին տեսախցիկը տեղադրեցինք։ Երկրորդ տեսախցիկը միջանցքում։ Երրորդ տեսախցիկը տեղադրեցինք խոհանոցում։ Ես Դե ինչ սիրելի ընկերներ, ինչպես տեսակ հայլին ցավոք սրտի չկոտրվեց, չճաքեց, բայց մենք տեղադրեցինք տեսախցիկներ տարբեր սենյակներում, որպեսզի ֆիքսենք յուրաքանչյուր շարժումանով, անդ որ խոհանոցի հետ լույսը նմանատիպ խաղում էր, ինձ թվում է դրանից հետո միանշանակ կարող անդելի միանալ լույսը, կարելի է նայել առավոտ արդեն զապիսի մեջ, տեսնել ինչ հետաքրքիր բաներ է կատարվել, թե ոչ։
Այո, սիրելի ընկերներ, հիմա մենք գտնվում ենք Անաբելի հետ մի սենյակում, ինչպես տեսնում եք, խնդրեմ Անաբելը, մենք հիմա նրան կտանք հարցեր, որպեսզի տեսնենք, եթե ինչ-որ ռեակցիա լինի, լավ կլինի, եթե ոչ, կվերցնենք Անաբելին, ես եւ Արամը եւ կգնանք եւ նրա հետ կքնենք, այո։ Անաբելի հետ այսօր քնելու ենք։ Այո, շատ ենք օգնի Անաբելի ջան, այդանք մի քիչ աչք կպցնենք։ Այդանք քո հետ մի քիչ պարկենք, քնենք։ Այո, դա էլ է էքսպերիմենտ, գնալու ենք Անաբելի հետ մի անկողնու մեջ պարկենք, ու տենանք կարողանանք ընդհանրապես քնենք թե ոչ, կատարվի ինչ-որ մի բան թե ոչ։ Իսկ հիմա ես ունեմ քեզ ընդամենը մեկ հարց։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Ավտոմատ նայում ենք։ Միանշանակ։ Վերև չէ։ Վերև միանշանակ պետք է նայել։ Անաբել, եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան, թող հենց հիմա ինչ-որ մի բան կատարվի։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ ձայներ են գալիս։ Միգուցե դրսից է գալիս։ Միգուցե դրսի ձայներ է ինձ թվում է։ Տուր ինչ-որ նշան։ Իդեպ սիրելի ընկերներ, գրեք, արդյոք փոխվեց Անաբելի դեմքը թե ոչ։ Մեկնաբանություններում վիդեոյի սկզբում ասել էի ձեզ, որ նայեք ուշադիր։ Ինձ թվում է, ոնց որ թե այդքան էլ չի փոխվել։ Մի քիչ ավելի դաժան է դարձել դեմքը։ Ժպիտը կեղծավոր է։ Անաբել, եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Անաբել, եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Ստեղից ձեն լսեցիր։ Մոտավոր ստեղերքից ձեն լսեցի։ Մի խոսքով սիրելի ընկերներ, հիմա Անաբելին կվերցնենք մեզ հետ, կգնանք սենյակներից մեկը եւ նրա հետ կննջենք։ Տեսնենք դա ինչ-որ արդյունք կտա թե չէ։ Դե ինչ սիրելի ընկերներ, տեղափոխվեցինք ննջարան Արամի հետ, պատրաստ եք տեսնել այս տեսարանը։ Անաբելը արդեն պարկել է ու պատրաստվում է մեր հետ քնելուն։ Արամի հետ այսօր այս տանը կանցկացնենք 24 ժամ, կքնենք Անաբելի հետ, որ լիարժեք համոզվենք կկատարվի արդյոք ինչ-որ բան, թե ոչ, ինչ ես կարծում, ինչպես կանցնի գիշերը։ Ասած շատ եմ օգնել եւ հույսով եմ, որ ոչ մի տենց ինչ-որ լույսի հետ պատմություն չի պատահի, լավ կքնենք։ Հիմա ժամը քանիսն է, հիմա երևի ժամը 4:20 է հիմա ժամը գիշերվա, ժողովուրդ, մենք սենց արդեն պատրաստել ենք անկողինը, պարկելու ենք նրա հետ եւ առավոտյան զարթնենք եւ տեսնենք, եթե կարողանանք քնել, գրեք մեկնաբանություններում, եթե դուք կարողանայիք քնել Անաբելի հետ մեկ մահճակալում։ Ես սպասում եմ։ Մի խոսքով սիրելի ընկերներ, մենք արդեն պարկել ենք, մեր վերևում կա լուսային դատչիկ։ Տեսախցիկը այսպես կթողնենք, բավականին մոտիկ Անաբելը։ Ինչ ես կարծում, հարթ գիշեր կանցնի։ Հույսով եմ, որ հա, բայց մտածում եմ ինչ-որ մի բան նաղդ լինելու է։ Ես հուսով եմ մենք այդ ժամանակ քնած կլինենք ու տեսախցիկը կկարծանագրի այդ ամենը։ Միկրոֆոնը ուրեմն կպցնում եմ Անաբելի վրա ու ես կոնկրետ արդեն անջատվում եմ սիրելի ընկերներ, դրա համար բոլորին բարի գիշեր, բարի դիտում, լայքերը չմոռանաք։ Ցնենք թու Անաբելի վրա մնա։ Ուսիցը խրոցը լսվել է այդ Անաբելն։ Վերջ սիրելի ընկերներ, Անաբելի վրա ենք կպցել ու ես արդեն Դե ինչ սիրելի ընկերներ, արդեն առավոտ է, չգիտեմ ժամը քանիսն է։ Ինչ կա, ոնց քնեցիր։ Շատ լավ, անսպասել էր, բայց շատ լավ քնեցի, ոչ մի տարօրինակ բան չզգացի։ Ես սկզբից մի քիչ դժվար էի քնում, տեսակ չէր ստացվում քնել, բայց հետո սիրելի ընկերներ, հետո մի ձև քնեցի, ինչ որ տարօրինակ բաներ նկատել ես, թե չէ գիշերը։ Ես շատ խորն եմ քնում, դրա համար կասեմ ոչ։
Ես չեմ նկատել ոչ մի տարօրինակ բան, ինչպես տեսնում եք, մենք քնեցինք Անաբելի հետ։ Կարելի ասել մեզ հետ ոչինչ չեղավ ու ոչ մի տարօրինակ բան չեղավ։ Անաբել, դու ինչ կասես։ Կասեմ, որ լավ գիշեր էր։ Անաբելի հետ գիշերը անցկացված է։ Դե ինչ սիրելիներս, ահա եւ վերջացավ Անաբելի երկրորդ մասը։ Այսօր տեղի ունեցավ, այո, մի շարք տարօրինակ բաներ, բայց մենք վիդեոն եզրափակեցինք Անաբելի հետ գիշերելով։ Ոչ ես, ոչ Արամը, ոչ մի բան գիշերը չնկատեցինք, ճիշտ չեմ։ Այո, իհարկե։ Ես մտածում եմ գիշերը կարող է ինչ-որ մի բան լինի, եթե Անաբելի հետ ենք գիշերում, բայց ինչպես տեսնում եք, մեզ հետ ոչ մի բան չեղավ։ Դու միանգամից քնեցիր, չէ՞։ Միանգամից, որովհետև շատ է օգնի Անաբելի հետ տանջվանք շատ։ Այո, սիրելի ընկերներ, ամբողջ գիշեր նկարանում ենք իրականացրել։ Ես ճիշտ ասած չկարողացա միանգամից քնել, բայց մի ժամ հետո քնեցի ու ոչ մի ձայներ առանձնապես չեմ լսել։ Տեսախցիկը դրված ա եղել, եթե ինչ-որ մի բան եղացած լինի, անպայման մենք դա կտեղադրենք։ Մի խոսքով դες հետ էր Միկան, Արամը, Անաբելը, մեր սիրելի այս տունը, որը մենք հիմա պետք է հանձնենք, եւ Անաբելի երկրորդ մասը։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման բաժանորդագրվիր, լայքիր, եւ եթե ուզում ես, որ մենք նկարենք երրորդ մաս Անաբելի հետ, բայց ինչ որ բավականին սարսափելի տեղում ինչ որ, ապա հավաքիր 20000 լայք եւ գրի մեկնաբանություններում Անաբել 3։ Իդեպ, շուտով դուրս է գալի գիշեր հոգեկան հիվանդի հետ երրորդ մասը։